Գրիգորյան արդեն քարոզարշավը մեկնարկել է, այս ընթացքը ոնց կգնահատեք ու ընդհանրապես ինչ ակնկալիքներ ունեք այս պահի դրությամբ ընտրություններից։ Ընթացքը այս պահի դրությամբ նորմալ է, ոնց որ նորմալ գնում է, ակնկալիքը դե բնականաբար մասնակցում ենք հաղթելու համար, ակնկալիքը էդ է, նորմալ ժողովրդի վերաբերմունքը նորմալ է, այն ինչ որ ակնկալում ենք այս պահի դրությամբ, ոնց որ թե արտարացված է մեր ակնկալիքը։ Կան մտավախություններ վարչական ռեսուրսի չարաշահման հետ կապված, մասնավորապես ընտրացուցակների լուծացման եւ ոչ միայն դրա հետ կապված ջավախահայերի բերելու, բանակին ներքաշելու հետ կապված ինչ լուրեր տեղեկություններ ունեք ու ոնց եք դրա դեմ հաղթելու։ Նույն լուրերը, նույն տեղեկատվությունը մենք ունենք եւ այս պահի դրությամբ մեզ մնում է ավելի շատ հորդորել գյումրեցիներին, որ ակտիվ լինեն, չմնան տներում եւ նախ այս ընթացքում ակտիվ հետևեն, տեսնեն թե ինչ է կատարվում, իսկ մարտի 30-ին գնան ընտրությունների, ակտիվ մասնակցություն ունենան, որ այն ինչ որ այս պահի դրությամբ իշխանությունը պլանավորում է, ծրագրավորում է, հասկանալի է, որ այդ ամեն ինչը սահմանափակ է, վերջը։ Չգիտեմ, քանի հազար է, ինչ են պլանավորում նմանատիպ բաներ անել, բայց եթե մեր գյումրեցիները ոտքի ելնեն, գնան ընտրություններին մասնակցեն, չեն կարողանալու հասնեն իրենց նպատակին, մենք հաղթելու ենք։ Երբ որ հետևում ենք, նայում ենք իշխող ուժի քարոզարշավին, տեսնում ենք հետևից ինչ որ ամբողջ է քայլում, այսպես ասած, աջակցության տեսարաններ, դրվագներ են տեսնում, մարդիկ մոտենում են, ասում են, վայ, Սարիկ ջան, քեզ են ձեն տալու են նարկոմաններին, թալանչիներին չունենք ձեն տալու եւ այլն։ Այդ ամենը բեմադրված է, գյումրեցիները այդպես Սարիգին իրենց թիկունքին զգում են, ոնց որ ներկայացնում են։ Ուրեմն չեմ ուզել անձնավորված այդ մասին խոսել, բայց թե թիկունքում ինչքան մարդ ունեն, ինչքան գիտեմ 99 հոգի ավագանու անդամներ ունեն, արդեն տեխնազուներ ունեն եւ իրենք իրենց ավագաններով դուրս կան, արդեն հերիք են, նամանավանդ որ ցուցակի մեծամասնությանն մարդիկ չեն ճանաչում, այդ նույն մարդիկ դիմացից է ֆրանկան մի հատ ճանճիկ հրանեն, նորմալ է, էլի։ Գյումրին փոքր քաղաք է, այդ ամեն ինչը տեսանելի է, այդ ամեն ինչը հասկանալի է, այնպես որ այդպես շատ անհանգստանալու կամ լուրջ անհանգստանալու բան չեմ տեսնում, էլի։ Նորմալ է, ձևաչափ է, իրենք էլ այդ ձևի են, ամենահեշտ ձևաչափն են ընտրել, ամենաթույլ եւ ամենահեշտ ձևաչափն են ընտրել, բայց այսպես ասում է արազները մի բան չի, բայց շուխուրները մեծ է, էլի, որովհետեւ բուն ժողովրդի հետ հանդիպում ունենալը դահլիճներում կամ ինչ որ հրապարակներում հավաքվել այնտեղ ժողովրդի հետ հանդիպում ունենալը բնականաբար այդ ավելի ծանր ու դժվար աշխատանք է, որ մարդիկ պիտի վստահեն, մարդիկ պիտի տեսնեն, մարդիկ պիտի գնահատեն քեզ, որ այդպես համատարած կան, հավաքվեն ու փորձեն քեզ հետ հանդիպում ունենալ եւ լսել քեզ, թե չէ այդպես փողոցում անցորդներին բռնացնել, թուղթ ձեռքերը տալը, այնպես է չէ, որ ինքը մի հատ բարդ process է։ Յուրաքանչյուրն է անում են։ Մենք էլ ենք անելու, այնպես չի, որ հետ ենք մնալու, ձևաչափ է անում ենք։ Ինչ ձևաչափ կա, ինչը անընդունելի չի, անում ենք, խնդիր չկա։ Իսկ իշխող ուժը վախի մթնոլորտ ստեղծում են, այսինքն գյումրեցիները կաշկանդվածություն ունեն, որ հանկարծ հաշվեհարդար կտեսնեն կամ այլ ճանապարհներով կաշկանդվածություն ունեն ձայնի առումով։ Այս պահի դրությամբ կաշկանդվածություն տեսնում եմ։ Վախ, որ հստակ ասեմ, այդպես վախի մթնոլորտ, այս պահի դրությամբ չեմ ուզում այդ բնութագիրը տամ, բայց կաշկանդվածությունը չափից շատ է։ Չափից շատ է, նամանավանդ պետական հաստատություններում աշխատողների մոտ կաշկանդվածություն չափից շատ է։ Մարդիկ մի լայքի համար, մի նյութ կիսվելու համար կարող է լուրջ խնդրի առաջ կանգնեն իրենց ղեկավարների մոտ, ղեկավարներն էլ կարող են այդ աշխատողների պատճառով լուրջ խնդրի առաջ կանգնեն իրենց ղեկավարների մոտ, հավանաբար այդպես գնում է, էլի։ Արդեն ահազանգեր կան այդ առումով։
Կա ու լուրջ կա։ Բայց կոնկրետ ազատում, որ ասեմ ազատում կա, չէ, բայց դե սպառնումը լինում է։ Նիկոլ Փաշինյանը անձամբ վեր կացավ իր շքանքով եկավ Գյումրի, այդպես ելույթ ունեցավ, ձեզ անվանեց գույքեր, այսպես ասած, 350 միլիոն։ Մի րոպե, մեծ չի։ Ես դրա հետ կապ չունեմ, ես դրա հետ կապ չունեմ։ Այդ հարցը ինձ մեկ տվեք, դա ինձ հետ կապ չունի։ Ես ընդհանրապես այդ բաների մեջ չկամ, բացարձակապես ոչ pedagogan գործի եմ եղել, ոչ ալան, ոչ թալան, ոչ մի բանի այդ հարցը իմ դաշտ մեկ ուղեք, գիտեք ուր եք ուղղելու այդ հարցը, ուղեք այդ հարցը իրենց, այդ ինձ հետ կապ չունի, ոչ թալանը, ոչ այդ մնացած գույքեր տանել, բերել ռենջեր, ինձ հետ ոչ մեկը կապ չունի, յաշիկ, մաշիկ չկա ինձ այդպես բաներ չկա։ Ոչ, չկա, նման բան չկա, իմ մոտ ամեն ինչ նորմալ։ Ոչ էլ խամերն։ Ոչ, նորմալ է։ Հա, բայց ինքը անվանական դա չասեց պատմություն, ինքը ասաց բոլոր մրցակիցների առումով, ասեց առնել։ Դե ես հստակ ասում եմ, ոչ մի բանի հետ կապ չունեմ, ոչ մի բանը ինձ հետ չի առնչվում։ Այն ինչ որ Փաշինյանը Գյումրիում ասել է, բացարձակապես մի տող չկա, որ ինձ հետ առնչվի, հստակ ասում։ Ձեզ կապում է նախկինների հետ, դուք նախկինների հետ կապելը իսկ դուք նախկին չեք։ Ես, նայած նախկին ասելը։ Դե տեսնում եք, նախկին իշխանությունների օրոք դուք եք աշխատել, դուք եք նախկին, այդպես, այո, նախկին իշխանությունների օրոք նաև ծնվել ենք, էլի, 81 թվին, որ ծնվել են, լրիվ նախկիններն էին, էլի, նորմալ է։ Ձեր վրա չեք վերցնում այսինքն։ Չկա, ոչ մի կետով, Սաշիկը, Միշիկը, ոչ մի կետով ինձ հետ կապ չի ունեցել բացարձակապես։ Այդքան որ խնդրեմ չունեմ։ Ձեր համախաղացի Էմմա Պալյանը ասում է, որ Սարիգի դեմ պայքարում են մենակ նախկին իշխանության սատելիտները, ներկայացուցիչները, որոնց վերջնական գյումրեցիները պիտի նետեն քաղաքական աղբանոցը։ Ինչ կասեք այդ մասին։ Հիմա ոնց պատասխանեմ, համ տալիս եք այդ աղջկանը, համ ուզում եք, որ ես իրան պատասխանեմ, բնականաբար չեմ պատասխանելու, հարգելով կանանց, հարգելով գյումրեցիներին և վերջապես հարգելով ես ինքս ինձ։ Իսկ ինչ մնում է նախկինների հետ կապված կամ չգիտեմ սատելիտների հետ կապված, եթե այս պրոցեսների մեջ կա մեկը, ով նախկինների հետ կապված կամ կապվածություն կամ որևիցե մի կերպ առնչություն ունեցած չի լինի, այդ մարդը թող ելնի ասի, որ այդ մարդը ես եմ։ Բայց իշխանությունները տարել են այն թեզը, որ եթե նախկին են, ուրեմն թալանչի են։ Դե եթե թալանել են, ուրեմն թալանչի են։ Ես ոչ քաղաքապետ եմ եղել, ոչ մարզպետ եմ եղել, ոչ կառավարության անդամ եմ եղել, ոչ էլ ես բացարձակապես կապ չունեմ։ Ոչ մի բանի հետ կապ չունեմ։ Կա մարդ, որ աշխատել է տեղական ինքնակառավարման մարմնում, թող պատասխանի։ Կա մարդ, որ աշխատել է սոցիալում, թող այդ հարցին պատասխանի։ Կա մարդ, որ աշխատել է կառավարությունում, թող այդ հարցին պատասխանի։ Ես այդ հարցին պատասխանելու չունեմ, ուղղակի չգիտեմ ինչ պատասխանեմ ուրիշի փոխարեն։ Դուք պաշտոն այդ ժամանակ պատգամավոր եղել եք։ Պատգամավորը կապ ունի բյուջեի հետ, պատգամավորը կապ ունի կառավարության հետ։ Նույն ճանապարհն եք անցել։ Ես անձամբ իմ ձեռքով, իմ գործունեությամբ ինչ որ բանի մեջ եղել եմ, թե չէ։ Թիմի անդամ եք եղել։ Թիմի անդամը, ինչ թիմի անդամ եմ եղել։ Թիմի անդամ եղնելը ինչ կապ ունի։ Ես կոնկրետ այսօր մարդիկ տարբեր գործերով են անցնում, տարբեր պրոցեսներով են անցնում, ինձ հետ այդ ամեն ինչը կապ չունի, այն ինչ որ փնտրում եք այստեղ չկա, անցանք առաջ։ Դուք ձեզ չեք կապում, թե։ Չկա ինձ հետ ոչ մի բան չկա կապվող։ Եթե ասում են մարդուն կաշառակ ես, չգիտեմ այդ մարդը դրա միջով պիտի անձամբ անցած լինի։ Ես չկամ դրա մեջ։ Ման եկեք, լիքը մարդիկ կան մասնագետների մեջը, որ մանկա կգտնեք, մեկ ման արեք այնտեղ մի բան, որտեղ որ չկա։ Ձեր մրցակիցների մասին, ինչ կասեք, ընդհանրապես ում եք նրանցից համարում ձեզ մրցակից իսկապես։ 8 հոգի են։ Բոլորին այսինքն։ Իհարկե։ Բաում առանձնացրան։ Այդ ով է առավել մյուսից որ ֆավորիտները
Ով է մյուսից առավել, որ առանձնացնեմ եւ առավելություն տամ այդ մարդուն։ Այն մյուսներին նեղացնեմ։ Բոլորն էլ մրցակցում են, բոլորն էլ մրցակցում են, բոլորն էլ արժանինքներ ունեն, բոլորն էլ գնում են, եթե տեխնազությունը առաջադրել են Գյումրու պես ընտրություններին, տեխնազություն են առաջադրել, ուրեմն նշանակում է այդ մարդիկ ինչ որտեղ վստահ են, որ առաջադրվել են, բայց ես որ մեկին անլուրջ վերաբերվեմ։ Այսինքն ձեր համար հարթության մեջ է Լևոն Բարսեղյան, Արտյոմ Թումանյանը ու Սարիկ Մինասյան, Վարդան Ղուկասյան, Ռուբեն Մխիթարյանը։ Բա ինչ անեմ, մեծամտություն անեմ հիմա, ասեմ ես ու Սարիկն ենք տեխնազուները կամ ես ու Վարդանն ենք տեխնազուները, մրցակիցները։ Այդ մեծամտություն չի, անկեղծությունն է։ Այդ անկեղծություն չէ, այդ մեծամտություն է, անկեղծությունը այն է, որ մարդը հարգում է դիմացինին, մարդը հարգում է դիմացինի առաջադրվելը եւ գնացել է պայքարի։ Իսկ այսօր նստել եւ ամեն մեկը իր համար իրեն տեղ նշանակել առաջի, երկրորդ, երրորդ, այդ նշանակում է, որ այստեղ գյումրեցիները բացարձակ չկան, հա։ Գյումրեցիների կարծիքը հարցնել չկա։ Այդպես ամեն մարդ որոշում է ինքն իրան տեղ է տալիս։ Իդեպ իշխանությունները արդեն միջով հարցման արդյունքներ են հրապարակել, որով Սարիկ Մինասյանը արդեն 45% ձայն ուներ, 45-ից ավել է մնացածներին էլ չասեմ։ Դե տեսնում եք, այստեղ գյումրեցիները ոնց են պատժելու դրա համար։ Հասկանալի է, չէ՞, ոնց են պատժելու այդ 45% խփելու համար։ Պատժելու են, բայց Բա ոնց։ Բա գյումրեցիների փոխարեն տոկոս ես ասում իրան։ Բա պատժելու են, չէ՞, ցույց են տալու։ Բա մարդը ասում է ես առաջի տեղն եմ, այն ասում է ես երկրորդ տեղն եմ, պատժվելու են, չէ՞։ Գյումրեցին ասելու է ես իմ փոխարեն դու արդեն որոշել ես, որ ես քեզ ընտրել եմ։ Բա պիտի պատասխան տան։